Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի ջանքերը երկրի արևելքում հրադադարը պահպանեցին միայն 1 ամիս։ Գիշերը ռմբակոծվել է Ուկրաինայի վերահսկման տակ գտնվող Ավդեևկան և անջատողականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկը։ Լուսադեմին կողմերը հայտարարել են զոհերի մասին, միմյանց մեղադրելով կոնֆլիկտի էսկալացիայի համար։ Մենք գրավել ենք այն դիրքերը, որտեղից այս գիշեր անջատականները կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Հակագրոհներով առաջ ենք շարժվում։ Գիշերային մարտերից հետո կողմերը հաշվել են կորուստները։ Դոնեցկի ղեկավարությունը հայտնել է խաղաղ բնակիչների շրջանում 7 զոհի մասին և հանքում արգելափակված 200 հանքափորների մասին։ Կիևը խոսում է 4 զինվորի մահվան մասին։ Զոհերի մասին ոչ պաշտոնական աղբյուրների տվյալները պաշտոնականին գերազանցում են տասնյակ անգամներ՝ 80 զոհ կառավարական բանակից, 70-ը անջատողականների կողմում։ Обстановка начинает обостряться. Իրավիճակը սրվում է։ Ուկրաինայի հանցագործ ուժերը 1049 անգամ խախտել են հրադադարը, 19 ժամ շարունակ ռմբակոծել են խաղաղ բնակիչներով բնակեցված թաղամասերը։ Դոնբասում իրավիճակի սրման մասին իմանալով Ուկրաինայի նախագահն ընդհատել է աշխատանքային այցը Գերմանիա։ Ավդեևկայում արտակարգ դրության մասին Պորոշենկոյի հանձնարարությամբ տեղեկացվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ու ԵԱՀԿ-ն։ Գիշերային ռմբակոծություններն առանց լույսի, ջրի ու ջեռուցման են թողել Դոնեցկի շրջանները։ Ուկրաինայի կառավարությունը տարհանում է 25,000 բնակիչ ունեցող Ավդեևկան։ Հայտարարվել է արտակարգ դրություն, որը սպառնում է վերածվել հումանիտար ճգնաժամի։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։